Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները նույնիսկ ավարտին մոտենալիս չեն կորցնում լարվածությունը, ընդհակառակը թվում է, թե հենց հիմա են բացահայտվում ամենավտանգավոր ու ամենացավոտ գաղտնիքները։ Բաբկենի մահն ամբողջությամբ փոխում է սերիալի մթնոլորտը, եթե մինչ այս նա բոլոր խնդիրների կենտրոնում էր, հիմա նրա բացակայությունն ավելի մեծ քաոս է ստեղծում, որովհետև մահից հետո էլ Բաբկենը շարունակում է ազդել բոլորի կյանքի վրա։ Հեռուստադիտողների առաջին կասկածը բնականաբար ընկնում է Հասմիկի վրա, և դա պատահական չէ։ Վերջին շրջանում Հասմիկը հոգեբանական շատ ծանր վիճակում էր, նա հասկացել էր, որ Բաբկենն իրեն օգտագործել է, հասկացել էր, որ դարձել է նրա խաղի գործիքը։ Հասմիկի ներսում միաժամանակ կուտակվել էին վիրավորանքը, զայրույթը, վախը և մեղքի զգացումը։ Նա արդեն գիտեր, որ Բաբկենի պատճառով ոչ միայն Նորոյի կյանքն է քանդվել, այլ նաև տատիկի մահվան մեջ կարող է նրա մեղքը լինել, և շատ հնարավոր է հենց այդ պահին Հասմիկը կորցրել է ինքնատիրապետումը, բայց սերիալը շատ հետաքրքիր ձևով է կառուցում այս գիծը։ Ամեն ինչ այնպես է ներկայացվում, որ հեռուստադիտողը սկսում է կասկածել Հասմիկին, բայց միևնույն ժամանակ ոչ մի հստակ ապացույց չկա, և հենց սա է ամենաինտրիգային մասը։ Եթե Բաբկենին սպանել էին պարզապես փողի համար, ապա տրամաբանական կլիներ, որ նրա մոտ եղած գումարն էլ անհետանար, բայց գումարը գտնվել է։ Սա նշանակում է, որ հնարավոր հանցագործության շարժառիթը շատ ավելի անձնական է եղել։ Հենց այստեղ են սկսվում ամենամեծ ենթադրությունները։ Հնարավոր է Հասմիկը հանդիպել է Բաբկենին ճշմարտությունը պահանջելու համար, հնարավոր է նրանց միջև ուժեղ վեճ է եղել։ Բաբկենն այն մարդը չէր, ով կարող էր ընդունել իր մեղքը կամ զղջալ, ընդհակառակը, նա միշտ փորձում էր ուրիշներին մեղադրել, մանիպուլացնել, նվաստացնել։ Եթե այդ հանդիպման ընթացքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ապա հնարավոր է տեղի ունեցածը կանխամտածված սպանություն չի եղել, գուցե հրում, կռիվ կամ ինչ-որ պահի կորցրած վերահսկողություն։ Բայց կա նաև ավելի խորը տարբերակ։ Հնարավոր է Հասմիկն ուղղակիորեն չի սպանել Բաբկենին, բայց ունի իր մեղքի բաժինը։ Գուցե նա իմացել է, որ Բաբկենը վտանգի մեջ է և չի օգնել, գուցե լռել է, կամ գուցե նրան թողել է այն իրավիճակում, որտեղ նա այլևս փրկվելու հնարավորություն չի ունեցել։ Սերիալը կարծես ուզում է ցույց տալ, որ երբ մարդիկ երկար ժամանակ ապրում են ատելության ու վրեժի մեջ, մի օր այդ ամենը սկսում է ոչնչացնել բոլորին։ Բայց ամենացավոտ զարգացումը հիմա ոչ թե Բաբկենի մահն է, այլ այն, ինչ կատարվում է Նորոյի ներսում։ Երբ թվում էր, թե Նորոյի ու Արշակի հարաբերությունները վերջապես սկսում են կարգավորել, նոր կասկածներ են հայտնվում, և դա հատկապես ողբերգական է, որովհետև Արշակն իրականում առաջին անգամ սկսել է դառնալ այն մարդը, ում Նորոն կարող էր վստահել։ Նորոն արդեն տեսել էր, թե ինչպես է Արշակն օգնում իրենց ընտանիքին, ինչպես է Ալինայի կողքին կանգնում, ինչպես է աջակցում նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ատում էին։ Կարծես տարիների թշնամանքը կամաց-կամաց փլվում էր, բայց Բաբկենը նույնիսկ մահից առաջ հասցրել է անել ամենավտանգավոր բանը՝ կասկածի սերմը գցել Նորոյի սրտում, և հիմա այդ սերմը սկսում է աճել։ Նորոն նորից վերադառնում է իր կյանքի ամենացավոտ հարցին՝ մոր մահվանը։ Շուշանի կորուստն այն ցավն էր, որը երբեք չի բուժվել, և երբ մարդը երկար ժամանակ ապրում է այդպիսի կորստի հետ, նույնիսկ ամենափոքր կասկածը կարող է ամբողջությամբ փոխել նրա մտածողությունը։ Բաբկենը շատ լավ գիտեր դա, նա գիտեր, որ եթե նույնիսկ ապացույցներ չլինեն, բավական է Նորոյի մեջ կասկած առաջացնել, որովհետև երբ խոսքը մոր մասին է, մարդը սկսում է հավատալ նույնիսկ ամենացավոտ վարկածներին։ Սա հենց այն հոգեբանական պատերազմն է, որը Բաբկենը վարում էր ամբողջ սերիալի ընթացքում։ Եվ հիմա նույնիսկ մահացած նա շարունակում է բաժանել մարդկանց։ Արշակի համար սա կարող է դառնալ ամենադժվար փորձությունը, որովհետև նա արդեն հոգնել է ապացուցելուց, որ հրեշ չէ, նա արդեն կորցրել է մարդկանց վստահությունը տարիներ շարունակ, և վերջապես կարծես սկսում էր վերականգնել հարաբերությունները Նորոյի հետ։ Բայց հիմա ամեն ինչ նորից փլուզվում է շատ։ Հավանական է, որ առաջիկա սերիաներում Նորոն սկսի ինքնուրույն փորձել պարզել ճշմարտությունը։ Նա կարող է գտնել նոր տեղեկություններ, ձայնագրություններ, մարդկանց, ովքեր կապ ունեն անցյալի հետ, և այդ ճանապարհին նա կամաց-կամաց կհասկանա, որ Բաբկենն ամբողջ ընթացքում պարզապես խաղացել է մարդկանց ցավերի վրա։ Սերիալը մոտենում է հիմա իր ամենահուզիչ գաղափարին։ Կարող է արդյոք մարդը հաղթահարել իր ներսի կասկածը, երբ այդ կասկածը կապված է ամենասիրելի մարդու մահվան հետ։ Շատ հնարավոր է, որ վերջում հենց Նորոն հասկանա ամենակարևոր ճշմարտությունը։ Արշակը
գուցե շատ սխալներ է արել, գուցե լռել է, գուցե տարիներով թաքցրել է ճշմարտությունը, բայց նա Շուշանի մահվան մեղավորը չէ։ Իսկ Բաբկենը նույնիսկ մահից հետո շարունակում է մնալ այն մարդն, ով փորձում է բոլորին իրար դեմ հանել։ Ուրիշի ընտանիքը հիմա արդեն ոչ միայն ընտանեկան դրամա է, այլ պատմություն այն մասին, թե ինչպես մեկ մարդու թույնը կարող է տարիներով ապրել ուրիշների ներսում, բայց նաև այն մասին, որ ճշմարտությունը, չնայած ուշ, բայց մի օր անպայման դուրս է գալիս լույսի տակ։